Պարոն Դադուս, ձեր ներկայացումից ես հասկացա, որ եթե այցագնի պահանջ 300,000-ից ավել չի, վարչական վերաքննիչ բողոք չեն կարող տանել, այսինքն ընդունող ակտ եթե վիճարկվել օգուտ քաղաքացու, տվյալ կազմակերպություն տեղական ինքնակառավարման մարմինը կամ եւ երկրորդը բանավոր ընթացակարգը բացարձակ հանվում է, որ մեծ հնարավորություններ տալիս այսինքն կապված էլ այցագնի պահանջից կուզենամ դուք մանրամասնել, բացի դա տեղական ինքնակառավարման մարմինները նույն հոդվածի 88-րդ հոդվածի մասով վարչահարություն իրականացնում են, այնպես չէ որ իրանք չեն իրականացնում։ Այստեղ բանավոր ընթացակարգը թողնելը մենակ արդյոք չի խախտում սահմանադրորեն տվյալ կազմակերպությունների, հիմնարկների իրավունքները, այսինքն գրավոր ընթացակարգը դեռ ամբողջական լուծում չի տալիս դատականիստի ժամանակ, որպեսզի կարողանան լրիվությունը եւ ամբողջականությունը ապահովեն այցադիմումի պահանջի։ Դուք պատասխանեք այդ արձագանքի ժամանակ ասեմ։ Շնորհակալություն պարոն Ղազարյան, այո շատ ճիշտ եք, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ կա մինչև 300,000 դրամ, այսինքն 300,000 դրամը չգերազանցող վարչական ակտ, օրինակ տուգանքի որոշում, այն բողոքարկել է քաղաքացին առաջացային դատարանում, առաջացային դատարանը վճռել է հօգուտ քաղաքացու, մենք հիմա արգելում ենք, որ վարչական մարմինը բողոքարկի վերաքննիչ եւ հետո վճռաբեկ ացան, այսինքն գործը ավարտվի առաջին ացանում հօգուտ քաղաքացու, սա մեկ, ինչ վերաբերում է բանավոր եւ գրավոր ընթացակարգերին, մենք բանավոր քննությունը չենք բացառում ընդհանրապես, ես դրա մասին նշեցի, որ մենք տվել ենք հնարավորություն կողմին միջնորդել դատարանին կամ դատարանի իր նախաձեռնությամբ, եթե գան եզրահանգման, որ ավելի արդյունավետ է նաև ձեր նշած, անձանց լսված լինելու եւ դատական պաշտպանության իրավունքի տեսանկյունից քննություն իրականացնել բանավոր ընթացակարգով, ապա կարող է որոշում կայացնել գործի քննությունը, բողոքի քննությունը նիստով իրականացնելու վերաբերյալ, որպեսզի անձի լսված լինելու իրավունքը տվյալ դեպքում չխախտվի։ Մեկ արձագանք համեցեք։ Իսկ պարոն Դադուս, նշված դրույթները տարածվում են գույք հարկի մասով արկային պարտավորություններին, որտեղ համայնքները կախտիկ չէ, բազմաթիվ կանգատներ կան, որտեղ քաղաքացիները առանց վարչական ակտի նույն վարչահարության մասին օրենքի նեղում տալով 88 հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված կարգով վարչական վարույթ են իրականացնում, շատ ժամանակ ծանուցումները պատշաճ չեն ստանում եւ միանգամից մեկ էլ քաղաքացին իր տունը նստած ԴԱՀԿ ծառայության կողմից էլեկտրոնային կամ թղթային կալանքներ է տրվում։ Այս խնդիրը ոնց է կարգավորվում որպես ոլորտի պատասխանատու եւ օրենսդիր կառավարության ներկայացուցիչ, որը բերել է օրենք եւ փորձում է կարգավորել այդ խնդիրները։ Ինչպես եք պատկերացնում եւ արդյոք դա վերաբերելի է գույք հարկի եւ մնացած մենակ բաների տուգանքների նկատի ունեմ։ Շնորհակալ եմ։ Այո, ըստ էության այս գրավոր եւ բանավոր ընթացակարգի վերաբերյալ կարգավորումները բոլոր գործերի վրա տարածվելու են եւ հետեւաբար եթե դատարանը, վերաքննիչ բողոքը քննում է որպես ընդհանուր կանոն գրավոր ընթացակարգով, բայց կողմը գալիս եւ հիմնավորում է, որ պետք է նիստով իրականացնի, որովհետեւ հանգամանքներ կան բարձելու կամ օրինակ պետք է ապացույցներ ներկայացնի, ապա անկախ գործի տեսակից, այո, դատարանը տվյալ դեպքում կարող է անցնել բանավոր քննության։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, որ անձինք ծանոթված չեն լինում ընթացակարգերի վերաբերյալ, մենք անցած տարի ձեր դատին հանձնեցինք նոր օրենք, որով էլեկտրոնային ծանոթությունների համակարգ է ներդրվում եւ այդ էլեկտրոնային ծանոթությունների համակարգը եռափուլ է լինելու, այսինքն անձը կարողանա ծանոթվել եւ իր անձնական գրասենյակ հարթակի միջոցով կամ իր էլեկտրոնային փոստի միջոցով դրա բացակայության կամ այն չկարդալու դեպքում կիրականացվի ծանոթություն փոստային առաքման միջոցով եւ դա չստանալու դեպքում կդրվի հրապարակային ծանոթություն ազդարարում եւ անձը այս 3 փուլերը անցնելով կհամարվի պատշաճ ծանոթված եւ մեր կարծիքով նաեւ ձեր նշած ծանոթման հարցը սրանով կարող է լուծվել։